Ավելի կարևոր է, որ Մոսկվան ոչ թե իրանական հակամարտությամբ զբաղվի, այլ ուկրաինական։ Այսպես է արձագանքել Թրամփը Պուտինին 3 ամսվա դադարից հետո ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Գոլեգաների 11-րդ հեռախոսազանգի հիմնական թեման Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրան հակամարտությունն էր։ Ռուսաստանը փորձում է միջնորդ դառնալ Մերձավոր Արևելքում հարաբերությունների կարգավորման գործում։ Ռուսաստանը լավ կապեր ունի երկուստ հետ, նույնիսկ Իսրայելի հետ ինքը Պուտինը ունի բավականին նորմալ փոխհարաբերություններ։ Ես կարծում եմ հարմարագույնը Ռուսաստանի դաշնությունն է հանձինս նախագահի Պուտինի։ Բայց ինչ շահ ունի Ռուսաստանն այս պատերազմում միջնորդ հանդիսանալու համար։ Ի վերջո Իրանում պատերազմի ֆոնին է Թրամփի վարչակազմը քննարկում մեղմել Ռուսաստանի դեմ նավթային պատժամիջոցները։ Հակամարտության կարգավորումը պարզվում է շատ ավելի կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, քան թվում է առաջին հայացքից։ Տնտեսական առումով իհարկե Ռուսաստանի հետ ձեռնտու էր այս պատերազմը կարճաժամկետ առումով, բայց երկարաժամկետ առումով Իրանը Ռուսաստանի դաշնակիցն է եւ եթե Իրանը պարտվեր այս պատերազմում, դա նշանակում է, որ Ռուսաստանը ամբողջովին շրջափակված վիճակում է հայտնվում, իսկ Ռուսաստանի համար շատ կարևոր է հյուսիս-հարավ ճանապարհը եւ Իրանի միջոցով դուրս գալ դեպի Հնդկական օվկիանոս։ Միջնորդի դերում վատ թեկնածուներ չեն նաև Չինաստանն ու Հնդկաստանը, պնդում է իրանագետը։ Բայց Պուտինն արդեն հասցրել է Թրամփին ուղարկել առաջարկների փաթեթ, ինչպես քաղաքագետն է ասում, բոլոր կողմերին գոհացնելու համար։ Փաթեթի բովանդակությունը դեռ հայտնի չէ, սակայն Իրանի պահանջներն են հրապարակային՝ վնասի հատուցում, սանկցիաների վերացում, մնայուն խաղաղություն։ Այդ մնայուն խաղաղություն հասկացությունը ես ենթադրում եմ պիտի միջազգային գարանտներով լինի, այսինքն երաշխիքներ լինի այդ մնայուն խաղաղության համար։ Թե ինչ երաշխիքներ են միջազգայինորեն, դրանք չգիտեմ, բայց իրենք շեշտում են այդ մնայուն խաղաղության հարցը, որ չպիտի այլևս պատերազմի ԱՄՆ-ն եւ Իսրայելը չպիտի միասին կամ առանձնաբար պատերազմեն Իրանի դեմ։ Վաշինգտոնը երկարատև խաղաղություն կպահպանի, թե ոչ, հարցը միանշանակ պատասխան չունի, բայց այս փուլում հստակ է մեկ բան՝ Միացյալ Նահանգներն ինքն է խաղաղություն ցանկանում, ընդգծում է իրանագետը։ Թրամփի եւ նրա վարչակազմի իմիջն է տուժել։ Իսրայելի նկատմամբ պատերությունն էլ ավելի մեծ թափ է առել աշխարհում։ Այս զարգացումների ֆոնին ծոցի երկրները, որոնք վստահում էին Միացյալ Նահանգներին, Դանիելյանի պնդմամբ մեծ հավանականությամբ փոխելու են իրենց քաղաքական դիրքորոշումը։ Ծոցի արաբական երկրները հասկացան, որ Միացյալ Նահանգները իրենց չեն կարող պաշտպանել, իրենք դա չկարողացան անել, եւ իրենք պետք է արդեն նոր հարաբերություններ ստեղծեն երևի առաջերտին Չինաստանի հետ, նաեւ Իրանի հետ։ Եվ իմիջային առումով եւ տնտեսական առումով Միացյալ Նահանգները պարտության ենթարկվեցին։ Կարգավորման գործընթացն ըստ քաղաքագետի երկար չի ձգվի, առավելագույնը 1 ամիս։ Իրանի ղեկավարության ներկայիս դիրքորոշումը ցույց է տալիս, որ Թեհրանը չի պատրաստվում գնալ կապիտուլյացիայի։ Միևնույն ժամանակ նրա գնահատմամբ հակամարտության այս փուլում միջուկային զենքի կիրառման հավանականությունը գործնականում բացառված է։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։